նախարար երրորդ հանրապետության էջը հակելը եւ չորրորդ հանրապետություն հրճակելը արդյոք սա քաղաքական թիմի ցանկությունները մի ամբողջ ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցել չէ եւ ամեն 30 տարին մենք պետք է նոր հանրապետություն հրճակենք սա ճիշտ ձևաչափ կամ մոտեցում է Հայաստանի Հանրապետությանը նախ ես ձեր հարցադրումը չընկալեցի այն առումով թե ինչ է նշանակում ասել պարտադրել քաղաքական թիմի ցանկությունները ժողովրդին կամ հասարակությանը։ Քաղաքական թիմը այն բանի մասին է, որ ուրվագծում է մոտեցումները, ամբողջացնում եւ ներկայացնում հետագա անելիքները, հետո նաեւ ծրագրի տեսքով։ Եվ մենք գիտենք, որ ընտրություններ են նախատեսվում եւ այդ ընտրությունները համապետական են, իսկ ընտրությունների արդյունքները որոշվում են ժողովրդի քվեարկությամբ։ Եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ունենա այդպիսի իշխանություն։ Այսինքն չի ընտրի եւ ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ժողովրդին ինչ-որ մի բան, ի բնե սխալ է։ Ես արդյոք դա քաղաքական թիմի ցանկություն է ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցելու ձև չէ, ինչի ասում քաղաքական թիմը կոնկրետ ասում է իրական Հայաստանի գաղափարախոսությունն է հռչակել չորրորդ հանրապետություն է։ Այո, բայց մենք գնալու ենք ընտրությունների եւ հետեւաբար, եթե ժողովուրդը համաձայն չէ մոտեցումների հետ, տեսեք, չորրորդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Հետևաբար ես այդ առումով ձեր հարցը չընկալեցի։ Այսինքն ժողովուրդը պետք է որոշի։ Քաղաքացիական հայտարարից ասում են, որ չորրորդ հանրապետության վերջնակետը լինելու է դրվելու է նոր սահմանադրությանը։ Այո, գուցեև։ Ուզում դուք բացատրեք ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ գուցեև մեր պետության համար որդեգրվեն եւ ավելի թավ կերպով գրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է չորրորդ հանրապետությունը, բայց իրավական տեսանկյունից եւ իրավահաջորդության տեսանկյունից մենք պետք է վստահ լինենք եւ ամեն ինչ անենք այնպես, որ որևէ խնդիր իհարկե չկա եւ բացառենք։ Ինչ կերպեր, օրինակ ինչ լինի, որ Երևան չորրորդ հանրապետության հաստատման Ես առաջարկում եմ ուղղակի սպասել, երբ համապատասխան փոփոխությունները կնախաձեռնվեն, մենք անպայման կկոմունիկացնենք դա։ Իսկ Իտալիան հնարավոր է դա խոսքը անկախության հռչակագրի հանել չհանելու մասին։ Դա որևէ կապ չունի այն տրամաբանության եւ մոտեցման հետ, որը դրված է այդ հայտարարության հիմքում։ Իրոք որևէ կապ չունի։ Հանրապետության հաստատումը անկախության հռչակագրի հետ կապ չունի։ Իրականում կապ չունի, որովհետեւ անկախ նրանից անկախության հռչակագիրը կպահվի թե չի պահվի, դա պատմական իրողություն է։ Այսինքն երրորդ հանրապետությունը կարողացել է լինել միայն անկախության հռչակագրի շնորհիվ եւ դա պատմական փաստաթուղթ է, պատմական իրողություն։ Ես դա չեմ ասում, ես ասում եմ չորրորդ հանրապետության ստեղծում անկախության հռչակագրի պահելը, որը հակադրության մեջ չէ։ Այսինքն կարող է մնալ, բայց համանadrությամբ չորրորդ հանրապետության մենք անկախության հռչակագիրը պատմության էջերից չենք կարող ջնջել։ Իմ պատասխանը դա է։ Դուք նկատի ունեք սահմանադրության մեջ հղումը պահել թե չպահելու։ Դա դեռ չենք քննարկել։ Ես եկա սահմանադրության հետ սահմանադրության եւ անկախության հռչակագրում Սահմանները այսինչ նույնիսկ ասեցի, որ դուք կներեք։ Մեր թե ձեր։ Ձեր բանատն ընտի մատիների բորը։ Մեր եթե քաղաքացիներ են ինչ-որ բողոք ունեն գուցեև, չգիտեմ։ Նախիններից է բողոք։ Արդեն կարող բան չեմ բանալու, հասկանալի, ես հասկանալու։ Ուղղումը պահպանել չպահպանելը եւ չորրորդ հանրապետության հաստատման այդ որևէ պատճառական կապի արկայությունը չի քննարկվել եւ չի հաստատվում այս պահին։ Մեկնաբանություն այդ մասով անել չեմ կարող։ Այսինքն եթե հղում անգամ որոշեք պահպանել, դա չորրորդ հանրապետության ասում են վերջնակետը լինել։ Մեկը մյուսին հակասում է թե ոչ, կարծում եմ։